Այսօրվա ակցիան իրականում մի քանի նպատակ ուներ, ինչպես տեսնում եք, այս ֆեսերը բերել ենք, նվիրել ենք կառավարության ղեկավարին եւ իր թիմին, նաեւ առաջարկում ենք, որ քարոզարշավի ընթացքում օգտագործեն, որովհետեւ հայ հասարակությունը պիտի իմանա, թե ում է ընտրում։ Պրոթուրքականությունը, որը դրսևորվում է իշխանության գործունեության մեջ, ժողովրդի կողմից ընդունելի չէ։ Մի քանի անգամ իշխանությունը փորձեր արեց այդ կեղծ բարեկամական թեզերը առաջ բերելու, բայց հասկացավ, որ ժողովրդի կողմից իրականում դիմադրություն կա եւ հայ-թուրքական ճակերտյալ բարեկամությունը դեռ շատ հեռու է։ Դրա համար առնվազն որոշակի գործընթացներ կան, որ պիտի արվեն։ Դրա լավագույն օրինակներից մեկը սահմանադրության փոփոխությունն էր, որը խոստացվել էր, որ մինչև մարտ ամիսը պետք է հրապարակվի, դե մեզ հայտնի է, չէ, առնվազն որ որոշակի կետեր, այդ թվում նաև պահանջատիրություն, որը շատ ուղիղ կերպով վերաբերվում է Թուրքիային, սահմանադրության մեջ ուղղակի դրանց մասին չի խոսվում եւ այդ կետերը հանված են ամբողջությամբ, նաև անկախության հռչակագրի մասն է հանված, իսկ մեր ժողովուրդը այդ օրակարգի հետ հաշտ չի։ Պարզապես այս իշխանությունները կարողանում են լավ մանիպուլացնել ու ստել եւ կարծում եմ, որ հիմա շատ ավելի ժողովրդին ավելի տեսանելի է այն, ինչ կատարվում է եւ նաև այս քարոզարշավի ընթացքում բավականին շատ բաներ ակնհայտ են, էլի դառնում այդ մասով։ Առաջարկում ենք այս ֆեսերը անպայման կրեն, վերջին կառավարության նիստին էլ թող կրեն, որ իրենց բարեկամներին եւս մեկ անգամ հաճոյանան, ինչը իրենք շատ սիրում են անել, էլի, օրինակ լավագույն դեպքը Ցեղասպանության թանգարանի տնօրենի աշխատանքից հեռացումն էր, որը մեծ հավանականությամբ իրենցից ոչ մեկ չէր պահանջել, բայց ոնց ասեմ, ուղղակի հաճոյանալու համար փորձեցին դա անել եւ արեցին իրականում, ինչպես նաեւ այստեղ կտեսնեք, որ Ալիևի գիրքը գրկած երջանիկ ժպիտով վարչապետ է կանգնած, ես չգիտեմ, դա Հայաստանի վարչապետն է, չգիտեմ, այս ինքնաթիռը խորհրդանշում է, որ նա շուտով գնալու է եւ իր ժպիտը թող վերցնի, Ալիևի նվիրած գիրքն էլ վերցնի ու գնա իր բարեկամ Ալիևի եւ Էրդողանի մոտ։ Եվ նաև ոնց որ մաղթում ենք հաջորդ ծնունդի համար անպայման հոգեկան առողջություն, որ Հայաստանի փողոցներում քաղաքացիներին չքաշքշի, օգտվելով իր դիրքից եւ այն ռեսուրսից, որը իր թիկունքում կանգնած է, եւ նաև մենք պատկան մարմիններին կոչ ենք անում հիշել, որ Նիկոլից հետո կյանք կա եւ կարիք չկա էլի այդքան անձնվիրաբար օրենքը խախտելու, որովհետեւ Նիկոլը պանցողիկ է, իսկ իրենք դեռ պիտի ծառայեն այս պետությանը եւ ուզում ենք դա մեկ անգամ եւս հիշեցնել, որ իրենք ծառայում են պետությանը Հայաստանի այլ ոչ թե մեկ անձի եւ նաեւ տիկինը, որ իր հետևում ծափ տալով եւ ուրախանալով այո պնդումներ էր անում, երբ տիկնոջը քաշքշում էին, կարելի է մի փոքր կանացի սոլիդարություն ունենալ, եթե դուրս գանք անգամ այն հանգամանքից, որ պետական պաշտոն զբաղեցնող անձ է եւ այդ նույն ժողովրդի շահերն է սպասարկում, ովքեր իրենց գուցե եւ հավատացել են եւ մեկ եւ երկու անգամ քվե են տվել, այս անգամ չեն տալու, որովհետեւ արդեն շատ ավելի հասկանալի է, թե ում հետ գործ ունեն, մանիպուլյացիաները այս անգամ չեն անցնելու, տեսանելի է այն քաղաքականությունը, որը իրականացվում է։ Վերջին օրերին նաեւ հայտարարվում են նոր տարածքների հանձնման մասին արդեն Հայաստանից, լավ, Արցախի մասով տարիներ շարունակ մանիպուլացրել էիք, մի ձև կերակրեցիք մարդկանց, լրեցիք, երբ 150,000 եւ ավել ժողովրդի տեղահանում էին իրենց տներից, հիմա ինչ եք անելու, Հայաստանի մասին ինչ արդարացումներ եք բերելու, իրենք մոռացել են իրենց հպարտ քաղաքացու անձնագրերը, մենք չենք մոռացել, Հայաստան-Արցախ քարտեզով անձնագրեր էիք հրապարակում, բա հիմա ինչ եղավ, ինչ փոխվեց, ինքնահայեցվել եք, կարող է մի հատ էլ ինքնահայեցվեք, Հայաստանից ոչ մի բան չմնա, կամ Երևանը մնա, կամ միայն կառավարության շենքը մնա։ Խոսքով Փաշինյանի այս տարեդարձը խորհրդանշական է համար։ Այո, եւ մյուս տարեդարձը մաղթում ենք իրեն, որ անպայման բանտում լինի, որովհետեւ այո, նա պիտի ապրի, նա պիտի տեսնի Հայաստանը ուժեղացած, զորեղացած եւ ուրեմն այդ իր նպատակը, հա, թուրքացնելու եւ բոլորին զոհելու, տենց էր, չէ՞, ասում ինչի չեք զոհվել։ Այո, չենք զոհվել, ապրելու ենք, շարունակելու ենք ապրել եւ ուժեղացնելու ենք այս Հայաստանը, որը հունիսի 7-ից հետո լինելու է առանց Նիկոլի։